Ալտերնատիվ մեխանիզմների մասին Կարմիր խաչի փակմանը զուգահեռ, Կարմիր խաչի գրասենյակի փակմանը զուգահեռ օրինակ քաղաքական ընդդիմությունը Հայաստանի հայտարարում է, որ ԵԽԽՎ անդամ պետությունները պետք է արտոնեն իրենց դեսպաններին կամ չգիտեմ ԵԽԽՎ-ն պետք է ինչ-որ մի ձև դրան նպաստի, որպեսզի իրենց դեսպանները կարողանան այցելել մեր գերիներին այնտեղ եւ նրանց որպեսիությունը իմանան եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով ուրեմն հետաքրքրվեն։ Կա հյուպատոսական ինչ-որ տարբերակ, հա, իրավունքի հետ կապված տարբերակ, որ Հայաստանը լիազորի մեկ այլ երկրի, որպեսզի այդ երկիրը կարողանա այնտեղ որոշակի գործունեություն ծավալել։ Արտաքին գործերի նախարարությունից շատ ընդհանրական ասել են, որ այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք են տանում եւ կոնտակտ կա եւ այլ, հա։ Դուք որ ամենօրյա կտրվածքով զբաղվում եք այս հարցով, հա, ինչ հնարավորություններ կան, ինչ ալտերնատիվ մեխանիզմներ կան, արդեն Կարմիր խաչը այնտեղ չի, փակվել է կամ փակվում է կամ վերջնական ավարտվում է նրա գործունեությունը, հա, ինչ հնարավորություններ կա, գոնե ինչ որ մի ձև այս պահին, այս վայրկյանին, այս ընթացքում նրանց իրավունքները ձեր ասած խոսքով հասցեագրել, խնդրեմ, ինձ սարքեմ։ Որքան էլ որ դժվար է հավատալ, բայց մեխանիզմներ կան։ Ուղղակի յուրաքանչյուր մեխանիզմ պետք է գործարկվի, մենք առաջնահերթորեն կարևորում ենք հենց հյուպատոսական այցելության իրավունքը, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ տրամադրելը, որը իր մեջ ենթադրում է տեսակցություններ, իրավական ներկայացվածության առնչությամբ աջակցություն, առողջական եւ մարդասիրական այլ հարցերում աջակցություն, ընդ որում այս հյուպատոսական այցելության կամ ծառայությունների տրամադրման հարցը միջազգային կոնվենցիաներով բավականին մանրակրկիտ կարգավորված է, կարծում եմ յուրաքանչյուրս արտերկիր երբ մեկնում ենք, առաջին բանը, որ մեր մտքում ունենք, որ եթե օտարերկրյա պետությունում մեզ հետ ինչ-որ մի բան տեղի ունենա, հատկապես կապված ազատությունից զրկելու հետ, Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանները, դիվանագիտական ներկայացուցիչները տեղեկացված են եւ նրանց հետ կապ պահելու, նրանց միջոցով իրավունքները իրացնելու մենք ապահովություն ունենք, հա։ Հիմա հասկանալի է, որ հայ-ադրբեջանական դիվանագիտական հյուպատոսական հարաբերություններ չկան եւ անմիջական իրացնելու հնարավորությունը բացակայում է, սակայն միջազգային կոնվենցիաները նաեւ կարգավորել են այդ իրավիճակը, քանի որ սա միակ դեպքը չէ, երբ որ պետությունների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, այստեղ պատվիրակման դելեգացիայի մոտեցումն է գործում, Հայաստանի Հանրապետությունը կարող է դելեգացնել իր իրավունքը Ադրբեջանում հավատարմագրված չեզոքություն ցուցաբերող որևէ երկրի եւ միջազգային պրակտիկայում էլ բազմաթիվ են դեպքեր, երբ այդ իրավունքները իրացվել են միջնորդավորված, հա, օրինակ Ամերիկա-Իրան հարաբերություններում հանդես է եկել Ալժիրը, որոշ դեպքերում հանդես են եկել սկանդինավյան երկրները, Շվեյցարիան եւ այլն։ Որպեսզի նաեւ այլ տարակետ մեկնաբանություններ էլ չլինեն, նշեմ, որ 23-ի մեջ կան մարդիկ, որոնք եղել են եւ մշտապես ունեցել են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ոչ թե այն քաղաքացիությունը, որը տրամադրվել է պաշտպանության նպատակով Արցախի քաղաքացիներին, հենց այն քաղաքացիությունը, որը անձի համար առաջ է բերել քաղաքական իրավունքներ։ Օրինակ մեր վստահորդներից Լյուդվիգը Մկրտչյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ առհասարակ Արցախում ծնված լինելու, բնակվելու, Արցախի քաղաքացիության ուժով ՀՀ քաղաքացի դառնալու կասկածներ չկան, ուստի այս ուղղությամբ էլ եթե քննարկումներ ծավալվեն, դրանք անառարկայական են։ Եվ մի մեխանիզմ կա, որի մասին մենք խոսում ենք, դա ՀՀԿ մոսկովյան մեխանիզմն է եւ սա հնարավորություն է տալիս մարդու իրավունքների վիճակը հասկանալու, հաստագրելու եւ ՀՀԿ-ին զեկույց ներկայացնելու նպատակով ձևավորել խումբ, որը այցելության միջոցով դիտարկելով վեր կհանի խնդիրները եւ կարծում եմ շատ տեղին է հիմա խոսալ հենց մոսկովյան մեխանիզմի գործարկման մասին։ Եթե ՀՀԿ պետությունները համաձայնության են եկել Մինսկի խումբը լուծարելու շուրջ,
որը ի դեպ նաև մարդասիրական մարդու իրավունքների խնդիրների օրակարգ ունեցող կառույց է եղել եւ տարիներով Մինսկի խմբի օրակարգում գտնվել է փախստականների հետ վերադարձի հարցը, կարծում եմ դրան փակելուն զուգընթաց պետք է մտածել նաև մարդու իրավունքների հարցերով մեխանիզմ գործարկելու հնարավորությունը, ուստի այս մեխանիզմը գոյություն ունի եւ այն պետք է աշխատացնել։ Շնորհակալություն Տիկին Մելիքյան։ Պարոն Գերակոսյան, խնդրեմ։ Իրականում ես կուզենայի հավելեմ Տիկին Սահակյանի ասածին, ըստ էության նաև կարևոր է ու հնարավոր է, ամենահեշտն է երևի այդ բոլոր մեխանիզմների մեջ այդ դատավարությունների ներկա գտնվելը եւ արձանագրելը թե ինչ է կատարվում ու դա կարող են անել ցանկացած դեսպաններ, ովքեր որ հավատագրված են եւ ֆիզիկապես գտնվում են Բաքվում։ Պետք է ասեմ, որ այլ երկրներում երբ աշխատել եմ եւ տեղի են ունեցել քաղաքական ինչ-որ ենթատեքստ ունեցող դատավարություններ, մշտապես նկատել եմ, դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությունը հենց արձանագրման համար, որը որոշման կայացման համար նաև կարևոր է հասկանալու, թե ինչ է կատարվում, ինչը չի կատարվում։ Այսինքն անգամ այդ տարական պահանջը կարծես թե մենք որպես պետություն չենք դրել որևէ այդ նաև գործընկեր համարվող որևէ այլ պետության առջև, ավելին ես լիովին կիսում եմ ու կարծում եմ ամենաառաջնահերթն է եւ ամենաարդյունավետը կարող է լինել հենց հյուպատոսական ծառայությունների վկայակոչման մեխանիզմի գործարկումը, որովհետեւ ըստ էության բացի պարզապես այցելելու, տեսնելու կամ հասկանալու վերաբերմունքի հետ կապված հարցեր, նաեւ կան բազմաթիվ իրավական հարցեր, որոնց անձինք պետք է կարողանան իրենց իրավունքները իրացնել ունեն ընտանիքներ Հայաստանում, որոնք որ գուցե ունենան ինչ-որ իրավական հարցեր, այսինքն իրապես կարիք ունեն այդ աջակցության, այդ պաշտպանության, որը պետք է Հայաստանը իրականում գործարկի ու մերժելու տեղը ամենակիչն է ստեղ ըստ էության։ Եթե խոսում ենք անընտրանքային այլ միջազգային մեխանիզմների մասին, դրանք ցավոք սրտի հիմնականում պայմանավորված են պետության համաձայնությամբ ու հենց այստեղ է թուլությունը, այսպես ասած, որտեղ ինչպես նշեցինք սկզբում, Ադրբեջանը գնում է տոտալ մեկուսացման, հանրային վերահսկողությունից դուրս է ուզում թողնի իր պետությունը եւ իր քաղաքացիների նկատմամբ եւ հատկապես հայերի նկատմամբ կատարվող գործընթացներում, այսինքն եւ ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմները, որոնք որ մի կողմից ունեն բաց հրավեր, այսպես կոչված, այսինքն տեսականորեն Ադրբեջանը բոլորին հրավիրել է, բայց հենց որ պահը գալիս է որպեսզի այցելություն կատարեն, տարբեր պատրվակներով կարող է մերժել ու հնարավոր չպնդել, ոչ պետք է ապահովես ներս տոնես եւ այլն, նույն օրինակ կամայական ազատությունների հարցերով զբաղվող հատուկ այդ աշխատանքային խումբը կարող էր այցելել կամ խոշտանգումների հատուկ հարցերով հատուկ զեկուցողը եւ այլն, այսինքն տեսականորեն հնարավոր կլիներ գոնե ինչ որ չափով արձանագրել խնդիրները, բայց այս դեպքում իրականում շատ խնդրահարույց է։ Ասեմ, որ նաև կարծում եմ կարևոր է նշել ԶԼՄ-ներով տարածվող տարբեր մտահոգություններ, այդ նաև Տիկին Սահակյանն էր նշել իր վերջերս, եւ առողջության հետ կապված ունեն խնդիրներ, այդ նաև ֆոկուսական առողջության ընդհանուր ճգնման, ներքո գտնվող այդ անասնության մեջ ու ինկոմունիկատոր են ըստ էության այդ մարդիկ։ Մենք ունեցել ենք 20 թվականին բավականին երկարատև ժամանակ առանց որևէ կապի հաղորդակցության հնարավորության պահվող գերիներ, ովքեր որ կամ ընդհանրապես չեն այցելվել Կարմիր խաչի կողմից, մինչև հայրենադարձ լինելը, այսինքն երկար պահվել են առանց վերահսկողության կամ ինչ-որ ամիսներ հետո են այցելել։ Ու հենց այդ այցելությունն էր, որ այդ մարդկանց գուցե հույս էր տալիս, որ գոնե ինչ-որ չափով չեզոք մարմինը կարող է լսել ու փորձել լուծել կամ գոնե հաղորդել աշխարհին կամ ընտանիքներին ինչ-որ խնդրի մասին։ Այս դեպքում այս պահին իրենք զրկված են եւ կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը առաջին հերթին մենք որպես իրավապաշտպաններ անընդհատ տարբեր հարթակներում խոսում ենք այդ միջազգային մեխանիզմների գործարկման կարևորության մասին, սակայն կառավարության ներկայացուցիչից այլևս նման պահանջներ չենք լսում, այդ թվում նաեւ ինչպես նշեցի եւ ՄԱԿ-ի ամբիոնից եւ Ստրասբուրգում վերջերս որևէ շեշտադրում դրա անհրաժեշտության մասին, այդ հասցեագրելը կախարդական բառը ես էլ չեմ հասկանում, այս համատեքստում հատկապես ոչ մեկս չիմացավ թե ինչ են պահանջում Հայաստանի կառավարությունը եւ ինչ ակնկալիք ունի Ադրբեջանից, հատկապես որ կարծես թե ավելի շատ բարոյական հույսեր է կապում, որ Ադրբեջանը մի օր կվերադարձնի կամ չի վերադարձնի այդ անձանց, քան որևէ պահանջ, նախապայման կամ էլի բարեկամքի դրսևորում։ Կարճ եւ վատ հարց տամ, կարող է դա արվում է հետսետե իջեցնելով այդ հարցի կարևորությունը եւ ձևակերպումների սրության թուլացումը, որպեսզի դրան էլ վարժվենք։ Ես այդ խնդիրը չկա։
կարծում եմ, որ ու մեր փորձը համենայնդեպս դիտարկումները ցույց են տալիս այդ թիմներ շփվելով այլ պետությունների պատվիրակությունների հետ, Վիենաներում, չգիտեմ, Ժնևներում եւ այլն, որ երբ որ չկա պահանջ որևէ կողմից ճնշում պահանջ եւ այլն, այդ հարցը մարվում է ու այստեղ ոչ միայն գերիների հարցը, այլ ավելի գլոբալ ընդհանուր եւ արցախայցյան վերադարձի կամ ընդհանուր իրանքների պաշտպանության հարց, ցանկացած այլ հարց, որ այս կոնֆլիկտի հետ կապված է, մարդու իրանքների հարց, մարվում է եւ այլևս օրակարգային չէ, ոչ մեկ չի խոսում։ Հիմա արդյոք դա կառավարությունը անում է մտածածին, թե չունենալով արդյունավետ միջոցներ, փորձում է իր թույլությունը դրանով ցույց չտալ, դա երկրորդ հարց է, բայց վերջին ամիսներին, հատկապես ասում եմ սեպտեմբերյան ելույթները լավատեսության տեղ քիչ են թողնում։ Պարոն Կիրակոսյան, խնդրեմ կամ նույն հարցի կամ ամփոփելով ուղղակի